Վարդանանք կրթահամալիրում հաճելի իրարանցում է, այս անգամ պատճառը ամենօրյա ուրախ դասերը չեն։ Կյանքեր փրկողների հերթ է դպրոցում, այստեղ այսօր ժամ առ ժամ ավելանում են արյան դոնորները։ Բարեգործական այս ակցիան նախաձեռնել են Վարդանանք կրթահամալիրը, Networking for Donoring կազմակերպությունը, Յոլյան արյունաբանական կենտրոնը։ Մի անգամից կրթահամալիրը ոգևորություն ապրեց, որովհետև մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է այս խնդիրը լուծելը, սա հայրենասիրության մի դրսևորում է։ Ուսուցիչներն ու ծնողներն են դոնորները, աշակերտներն այսօր ամենակարևոր դասն են ստանում։ Կային մարդիկ, ովքեր որ խոսում են հիմա առողջապահության, մարդկանց արյան հանձնելու մասին եւ նույնիսկ այն բան, երբ որ ես պետք է խոսափող փոխանցեմ, ես միաժամանակ լսում եմ այդ ամենը եւ սովորում եմ։ Շատ հաճելի է, որ հենց մեր կրթօջախում է կատարվում։ Այդ պահին շատ երջանիկ եմ, քանի որ մեր երկրում կային այսպիսի բարի ծնողներ, ուսուցիչներ, մարդիկ, ովքեր պատրաստ են գալ իրենց անունը տալ ուրիշ մարդու կյանքը փրկելու համար։ Երիտասարդ սերունդը ծանոթացավ, հասկացավ կարևորությունը դոնոր դառնալու, ինչքան դա կարևոր է մեր պետության համար։ Հայրենասիրության ամենահիմքերից մեկը դառնալ լավ մարդ, պետությանը պիտանի մարդ, իսկ դա առանց կրթության դժվար եմ ես պատկերացնում։ Արյուն հանձնելու համար ավելի շատ ծնողներ են եկել, քան նախապես ցուցակագրվել էին։ Շատ կարևոր էր, որ մեր արձագանքին ծնողները շատ պատրաստական եղան։ Դոնորների առողջական վիճակը պարտադիր ստուգվում է։ Դրանից հետո միայն թույլատրվում է նրանց արյուն հանձնել։ Կարիքը կա արյան պաշարները լրացնելու, որտեղ արյունաբանականը հանդիսանում են հիմնական կենտրոնը, որտեղ բուժվում են սակավարյունությունով հիվանդներ եւ շատ խնդիրների պարագայում հենց արյունն է փրկում մարդկանց կյանքը։ Վարդանանք կենտրոնը այսպես խանդավառված որոշեց, որ մյուսը ինքն է լինելու եւ աջակցելու է այս հարցում։ Վարդանանքը առաջին դպրոցն է Հայաստանում, որ համագործակցում է արյունաբանական կենտրոնի հետ, ասում է դպրոցի հիմնադիր Գայանե Սողոմոնյանը։ Այս գործընթացը նոր չի, որ իրենք իրենց մասին մեզ հիշեցնում են, իրենք պարբերաբար են այս մասին հիշեցնում։ Տարիներ առաջ նույնիսկ մենք նորից համագործակցել ենք եւ որպես դպրոց ենք մենք առաջին անգամ միացել այս շարժմանը, որովհետեւ կարողանանք մեր օրինակով, այս լավագույն օրինակը տարածել դպրոցականների միջև, տարածել դպրոցների միջև։ Բարություն եւ պրոֆեսիոնալիզմ, սրանք է միավորում այսօր Վարդանանքում հավաքված այս մարդկանց։ Որոշեցինք, որ պետք է շղթայենք բարությունը, պրոֆեսիոնալիզմը եւ լավ մարդկանց, ովքեր կարող են միասին հետո ստեղծել նոր գաղափարներ եւ ծառայել հայրենիքին։ Իմ աղջիկը դարձավ այն հաղորդաշղթան, որի միջոցով ես ճանաչեցի տնօրենին, հիմնադրին, ծնողներին եւ միասին շատ հաճախ այստեղ կազմակերպում ենք գեղեցիկ միջոցառումներ, որոնցից մեկն է նաեւ այս բարության հաղորդաշղթան։ Բարության օրը վարդանանքցիներն ավարտում են մեծ միջոցառմամբ։ Երեխաները ոգևորված են, ծնողները ոգևորված են եւ կարծում եմ սա ոչ միայն կոնկրետ արյունատվություն էր, այլ տոնական դաստիարակչական հայրենասիրական դրսևորում։ Աննա Գյուլնազարյան, Առաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։